Հատուկ ուզում եմ անդրադառնանք այն կանանց, տատիկներին, պապիկներին, որ մեկնաբանությունների դաշտում սովորաբար կամ անիծում են, կամ հայոյում են շատ հաճախ, եթե կարելի է պատճառների մասին, ինչով է դա պայմանավորված եւ արդյոք պետք է զուսպ լինեն, զերծ մնան, թեկուզ այդ անեծքները քաղաքական բովանդակության տակ, այս կամ այն նախասիրությունից ելնելով, սա էլ է ինչ-որ տեսակի խնդիրներ առաջացնում եւ իրենց համար եւ ընդհանրապես։ Այդ մասին իրականում չգիտեմ ոնց արձագանքեմ, այն որ ասում վաղեմի սովորություն է մարդ պետք է արտահայտվի, երևի սովորության հարցը արտահայտվում են, իհարկե պետք է գիտակցեն, որ իրենց երբ իրենք սկսում են խոսալ, այդ խոսքը էլ իրենցը չի։ Այդ խոսքը արդեն դառնում է, այսպես ասած, բոլորին անկախ նրանից դա ինչպիսի խոսք է, ու պետք է 1000 անգամ մտածել, նոր մի անգամ խոսել, եւ պետք է նաեւ հաշվի առնել, որ այն ինչը դու ասեցիր, դու չգիտես ով է դրա ընթերցողը, կարող է դա ընթերցողը քո թորնիկն է, կարող է դրա ընթերցողը քո բարեկամն է, մեկ ուրիշի թորնիկ է, այո, պետք է խոսքին տեր լինել։ Այդ գիտակցությունն է պետք, թե չէ եւ եթե նույնիսկ դու ուրիշի անունով ես գրում, այսպես հա fake կեղծ անունով ես գրում, միևնույնն է դրա գրողը դու ես։ Պետք է գիտակցես, որ դա քո մատներն են գրում եւ դա քո մտքով է անցնում, անկախ նրանից քո անունը Պողոս է թե Պետրոս։ Եվ կրկին կարող է սպառել քո ընտանիքի անդամը, քո երեխան։ Բնականաբար, եւ դրա սպառողը կարող են լինել ցանկացած մեկը, այսինքն անկախ քո անունից, ում անունի ետևում ես թաքնվել, դա չի կարելի անել, պետք է գիտակցել, որ դա հենց քո մատներն են, դա հենց քո միտքն է, դա հենց քո լեզուն է, որ այդ անեծքները արտաբերում է, անկախ նրանից թե դու պահին ինչ անուն ես կրում, դրանից քո մարմնի մասերը չեն փոխվում։ Եվ այնինչ ասում ենք, դա վերադառնում է մեզ, սա անպայման այս կանոնը պետք է հիշել։ Ահա, բացի կանոնից էլ խոսքը ունի, չէ, էներգիա, բառերը, հնչյունները, տառերը ունեն էներգիա, չէ, անեծքները օրինակ ենթադրվում է, որ այնպիսի բառախմբերից են, հնչյուններից են, հաջորդականություն են կազմված, որոնք որ նեգատիվ, այսպես ազդեցություն են ունենում, օրհնանքները, չէ, ծիսական երգերը, բաները այնպիսի բառերից են կազմված բառերի հերթականությունից, որոնք երբեմն մոգական բուժիչ ազդեցություն են ունենում, աղոթքները, չէ, բուժիչ ազդեցություն են ունենում, հանգստացնող ազդեցություն, որովհետև ճիշտ բառեր են ընտրված, ճիշտ շարահյուսություն, ճիշտ շարադասություն են ընտրված, եւ այդպես էլ անեծքների դեպքում կարծում եմ, որ պետք է դու հասկանաս, որ եթե անիծում ես, վատ բառեր ես արտաբերում, դա առաջինը քո շուրթերից է դուրս գալիս եւ քեզ է շրջապատում։ Դու ես դառնում այդ նեգատիվի մեջ գտնվողը նախ։ Կրողը, տարածողը եւ նախ գտնվողը այդ դաշտի մեջ նախ դու ես հայտնվում, որովհետև դա ամենամոտն է քեզ։ Հրաշալի վերջաբան է մարդկանց եւս մեկ անգամ հիշեցնելու, որ եթե օրհնելու եւ շնորհակալ լինելու որևէ բան չկա, գոնե լռելը, գոնե ինտերնետային միջավայրը չախտոտելը շնորհակալ գործ է։ Արդեն լավ է, այո։ Եթե չես կարող լավ բան անել, գոնե վատը մի անի։